Այստեղ մեկ փոքր հարցեր, քանի որ շեշտեցի, որ որոշ կուսակցություններ շեմի վրա են կազմացի, նույնիսկ Չէ, կոնկրետ, հարգելի ես կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, երբ որ մեր համակարգը ուղղակի կլորացրել էր, ինքը ցույց էր տալիս 100 թվականով կլորացրած ու նաև այդ համակարգում այդ թվերը որ հրապարակվել են, այդ համակարգը ինքը այդտեղ չի ներմուծում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Էլեկտրոնային քվեարկության 410 քվեարկող ենք ունեցել էլեկտրոնային կարգում, դա մեր դիվանագետներն են արտերկրում, նաև Պաշտպանության նախարարության կողմից գործուված զինվորականներն են արտերկրում, որոնք որ այսպես ասենք Հայաստանի Հանրապետության կողմից են գործուված, այսինքն արտերկրում գտնվելը, դա Հայաստանի Հանրապետությանը ծառայելով է պայմանավորված, այդ մեր քաղաքացիներն մենք ունեցել էինք 537 այսպես ասենք ցուցակային նման քվեարկելու իրավունք ունեցող, որոնցից 410-ը էլեկտրոնային եղանակով մասնակցել էին քվեարկությանը։ Եվ այդ թիվը ներառված չէր մեր կայքում հրապարակվածի եւ այստեղ խնդիրը այն է, որ երբ որ այդ թվերը հրապարակվել են, այսինքն բոլորը տեսել եք այդ թվերը։ Պարզ մաթեմատիկական գործողություն ով աներ, կտեսներ, որ այստեղ 4%-ը չի բավարարում։ Ու ըստ էության այս խնդիրը չէր կարող աննկատել եւ մենք որ նիստից առաջ ըստ էության այդպես որ դա ենք ուղղակի նայում համակարգն էինք ստուգում եւ նաեւ ինչն էր խնդիրը որ նաեւ քննարկում են որ այս մասին պիտի հայտարարվի որովհետեւ ցանկացած որ փիմի տեսեք ամբողջ աշխարհից հետևում են ասենք դնեն այդ մաթեմատիկական գործողությունը կատարեն ասեն այս ինչպես է ստացել որ զուտ թվաբանության կանոններով չի ստացվում բայց կայքում նշված է 4%։ Դա համար ԿՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները հրապարակվածում էլի պակաս էին։ Այն հրապարակվածում, որը որ կայքում հրապարակված է ու մեր հրապարակվածում մի քանի հարյուրի տարբերություն էր տալիս։ Իսկ այն որ դրել էինք այդ նախնական կայքում ու այս արդեն վերջնականը, որը արդեն լրիվ լիարժեք ճշգրտվածն էր բոլոր իմաստով